Մայրաքաղաքին 2014 թվականի բյուջեով 7 միլիարդ դրամից ավելի գումար է հատկացվելու։ Այդ գումարով նախատեսված անելիքներ շատ կան։ Պատգամավորներին սակայն առավելապես հետաքրքրում է, թե որքան գումար է տանելու ասֆալտապատումը։ 3 միլիարդից ավելի նախատեսված է փողոցների նորոգման եւ ճաքալցման համար, բայց թիվը վերջնական կլինի միայն համայնքային բյուջեն ընդունելուց հետո, հստակեցնում է փոխքաղաքապետը։ Նիկոլ Փաշինյանն էլ բողոքում է ասֆալտապատման պատճառով մարդիկ հաճախ երկար ժամեր են անցկացնում չարդարացված խցանումներում։ Ինքս մի անգամ եղել եմ նման իրավիճակում եւ ականատես եմ եղել, թե ինչպես ասենք ուսանող աղջիկներ, կանայք մի ժամի չափ, ժամ ու կես կներեք արտահայտությանից կռացած են մնում այդ հանրահայտ երթուղային տաքսիների մեջ։ Մայրաքաղաքում փողոցների նորոգման լայնածավալ աշխատանքներ են կատարվում, իսկ իրենք արել են առավելագույնը, որ քաղաքացիների համար ավելորդ բարդություններ չստեղծվեն, բացատրում է փոխքաղաքապետը։ Իրոք Մայրաքաղաքի առանձին հատվածներում բնակիչների կողմից անհարմարությունների ժամանակ եղել են դժգոհություններ, բայց մարդիկ գիտակցել են դա, որ դա արվում է իշաքաղաքի։ Կամո Արայանը վստահեցնում է, անհարմարությունները տեխնիկական բնույթ ունեն, եւ դա չի նշանակում, թե բյուջետային միջոցները վատնվել են։ Փաշինյանը համաձայն չէ ճանապարհների խցանված հատվածներում պետավտոտեսուչների կամ ցուցանակների բացակայությունը ըստ նրա արդեն բյուջեի վատնում է։ Ես հասկանում եմ հետեւյալ կերպ, որ քաղաքային իշխանության եւ ճանապարհային ոստիկանության պարտականությունը ոչ միայն ասֆալտ անելն է, այլև հոգ տանելը, որ այդ ասֆալտը ծանր չնստի քաղաքացիների վրա։ Հաշվարկել են արդյոք Երևանի իշխանությունները քանի մարդ է գործազուրկ դարձել ավտոկայանատեղիների կարգի փոփոխության հետևանքով, շարունակում են դիմադիր պատգամավորը։ Հաշվարկելու կարիք էլ չկար, պարզաբանում է փոխքաղաքապետը, դրանց մեծ մասն ապօրինի էր գործում։ Դա չի եղել գրանցված զբաղվածություն, չի եղել օրենքով թույլատրված աշխատանք, որ հետո էլ արձանագրվել որպես գործազրկություն եւ գրանցվել շուկայում։ 14 թվականի բյուջեի հատկացումներով Արագածոտնի մարզում նվազում չի եղել։ Փաշինյանը զարմանում է, մարզում աշակերտների թիվը 770-ով նվազել է, ինչպես է ֆինանսավորումը կայուն մնացել։ Ասում է, ընդհանրապես մարզում ֆենոմեն կա։ Մարզպետի տվյալները սակայն այլ բան են ասում։ Մեր մոտ աշակերտների քանակը այդքան չի պակասել 420 աշակերտ գործազրկության միտումը մեր մարզում համեմատած 12-13 թվականների հետ ավելի է նվազել։ Նիստը վարողը կեսկատակ խնդրում է Արարատի մարզպետին շատ հարցեր չտալ։ Հիշեցնում է, մարզպետը նոր է պաշտոնավարում։ Փաշինյանն էլ այնուամենայնիվ մեկ հարց ունի. ինչպես է ստացվում, որ Հայաստանը կերակրող Արարատյան դաշտի եւ Արարատի մարզում կան պաշտոնյաներ, որ բերի հողից տարեկան $1 միլիոն շահույթ են ստանում, այն դեպքում, երբ մարզում 39.3% աղքատություն կա։ Եթե այդ նույն հողը մշակող պաշտոնյան կարա տարեկան $1 միլիոն եկամուտ ստանա, ինչի գյուղացին չի կարողանում, ասենք 15,000, լավ $20,000 եկամուտ ունենա, որ աղքատ չհամարվի։ Մարզում նման բան իրոք կա, ասում է Արամայիս Գրիգորյանը։ Պատճառը հողահատկացման ժամանակ բաժին հասած փոքր հողակտորներն են։ Հարցը լուծելու համար հիմա պետությունը առաջարկում է միավորումներ ստեղծել, հավելում է մարզպետը։ Դրանք նաև պետության աջակցությունը կստանան։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։